Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Իմ հետ ինչ-որ եղավ ձեր պատճառով, արդեն հերիք է, իմ հետ գործ չունեք։ Չէ լուրջ, դու տենց մտածում ես հեշտ ու հանգիստ մարդկանց գլխին կարաս սարքես ու թռնես, հա? Դու ոստիկանությունում Արմանի անունն ես տվել։ Ինձ հիմա պետքա որ շուտ, շատ շտապ գաս ու այդ ամեն ինչը փոխես։ Ինչքան շտապ։ Լսի այ լակոտ, ես քո հետ կատակ չեմ անում։ Հենց հիմա տեղը տասա ես եմ գալիս, ես սովոր չեմ սենց հեռախոսով իմ հարցերը պարզեմ։ Կամ եթե այդքան մեջդ վստահություն կա, որ գլխիցդ մեծ գործեր ես բռնում, բա ինչի ես վախում գաս դիմացս կանգնես, հա? Ինձ ավելորդ խնդիրներ պետք չեն։ Այդ խնդիրները դու ես ստեղծել քո համար, ու եթե հիմա դու չգաս, քո համար ավելի վատ է լինելու, երբ որ ես քեզ գտնեմ։ Հենց որ ավելի լավ է դու քո կամքով գաս։ Ալո։ Ալո։ Ամասում։ Ես իհարկե հասկանում եմ, որ ժամանակը քիչ է, իսկ ծանրաբեռնվածությունը շատ, բայց մեծ հույս ունեմ, որ այս ամենի տակից պատվով դուրս կգաք։ Արսեն ջան, Սարան ինձ ասել է, որ դու լուրջ ու խոստումնալից երիտասարդ ես։ Եթե քեզ լավ դրսևորես, անմիջապես կանցնես աշխատանքի հենց մեր տպարանում։ Ես մեծ սիրով, դա միայն պատիվ կլինի։ Պարոն Սարոյան, ամեն շաբաթվա վերջում ես ձեզ հաշվետվություն կներկայացնեմ։ Ինձ հաշվետվություններ պետք չեն, ես քեզ վստահում եմ։ Բայց դուք միշտ պարտադրում եք ու ստուգում։ Ճիշտ է, բայց այս անգամ այլ է։ Էնպես որ անցնենք մեր հաջորդ հարցին։ Տեսեք։ Ինչ կարամ, դրանք երևացել են։ Չէ, ինչքան հնարավոր է հեռու են փախել։ Էդ լավ է։ Էս ինչ է։ Էս մի փոքր բան է քո ծախսերի համար։ Մերոնք են ուղարկել, թե Չէ, ձերոնք հույս ունեն, որ դու հետ ես գնալու Ամերիկա, բայց ես քեզ ոնց նայում եմ, տեսնում եմ, որ դու տենց ցանկություններ չունես։ Ճիշտ ես հասկացել։ Արամ, սենց չի շարունակվելու։ Դու իմ համար մի հատ գործ գտի, Գորջան, ես մնացածը կանեմ։ Ես արդեն 2 տարբերակ առանձնացրել եմ։ Այսքան շուտ։ Ինչն է շուտ։ Նորմալ գործ է, գոնե թե։ Ես չգիտեմ քո պատկերացրած նորմալը որն է, բայց հաստատ նես չի լինելու, որ պալմաների տակ նստես, փողը երկնքից կաթա։ Չէ, սովորական գործ է լինելու, այնքան որ կարողանաս աշխատես, քո գլուխը պահես։ Եղավ։ Կարող է սոված ես։ Չէ, Գորջան, հենց նոր կշտացա։ Վեր կաց գնանք մի կտոր հաց ուտենք, համ էլ կարևոր բան կա խոսալու հետդ, այս ամեն ինչից մի կողմ։ Ռեբեկայի մասին։ Ռեբեկայի։ Բաներ կան, որ ես վերջերս նկատում եմ, իմ դուրը հետ չի գալիս։ Միջև ես վերջերս բաներ կար, իմ դուրն էլ չէր գալիս։ Արման ջան։ Այն սակոյից ինչ-որ նորություն եղավ։
Դե հա։ Ու այդ լուրերը վատն են։ Եկե տեսելա, որ ես եմ կանչողը ու տենց կորցրեցինք հետքը։ Այ հիմա ամեն ինչ պարզ է։ Դու չանհանգստանաս, որտեվ ես այս ամեն ինչը սենց չեմ թողնի։ Լսի, ինչ ես անում, կարող է գնանք մի տեղ մի բան խմենք։ Ես ավելի լավ միտք ունեմ։ Սարոյանը քեզ շատ է վստահում։ Հեշտ չի պարոն Սարոյանի վստահությանն արժանանալը։ Իմացա, որ ինձ գովացել ես Սարոյանի մոտ։ Աստորեն լավ էլ կարծիք ես իմ մասին։ Բոլոր պրակտիկանտներին էլ սկզբնական շրջանում ինչ-որ կերպ պիտի ոգևորել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի պրակտիկանտ սկզբում իր գործերով չի փայլում։ Չեմ նեղանում ասածիցդ։ Կարևորը թիկունքում իմ մասին լավն ես խոսում։ Այդ իմ համար շատ կարևոր է։ Շատ։ Գնանք ռեպորտաժի ու նյութերի վիդեոները նկարելու։ Դու ցանկն ունես, ինքդ արա, ես արդյունքը կնայեմ։ Բա ասում էլ իրար հետ ենք անելու։ Սարոյանն էլ էր տենց ասում։ Ես երևի զգուշացնեմ Սարոյանին, որ իմ հետ մարդ ուղարկի։ Ոչ մի բան էլ պետք չի զգուշացնել, գնացինք։ Էս ինչ տեղ է։ Արմանն աստեղ կանչի, ինչա դժգոհ ես։ Չէ, ինչի պիտի դժգոհ լինեմ։ Արման ջան, ծանոթացեք իրար հետ։ Արամը ընկերոջս փոքր աղբերն է։ Արմանն էլ ընկերս է։ Արման, Արամ, ուրախ եմ շատ։ որ ասեցիք ուզում եք մի կտոր հաց ուտեք, որոշեցի ստեղ գանք։ Դե համ ընկերոջինս է, համ էլ լավ հաց են տալիս։ Սոված մարդկանց էլ ինչ է պետք։ Իջեք պատվիրեք, ես էլ ձեզ այստեղ կսպասեմ։ Ինձ էլ գիտես ինչ վերցնես։ Ինչ նորություն կա։ Ամեն պահի պատասխանի ենք սպասում։ Լավ։ Մի խոսքով էս էլ մեր Արամի պատմությունը։ Հիմա սպասում ենք նախարարությունում տեղ ազատվի, որ մեր աղբորը գործի դասավորենք։ Հա, դու տես ձեռ առ, ինչ մտածում ես գործ չեմ ճարելի։ Եթե ուզում ես, կարամ հետաքրքրվեմ։ Արման ջան, լա, ես քեզ կարամ հուշեմ։ Դպրոցում պահակ, հավաքարար, կամ բանվոր, չէ, գործ ջան։ Ինչ վատ գործ է որ։ Բայց ես չեմ ասում վատ գործ է, Ուղղակի ինչ։ ինչ համով է, չէ։ Տենում ես, չէ՞ ոնց է ցերում խոսակցությունը։ Արման, սենց ասում խոսում ենք, բայց այդ սակոն մտքիցս դուրս չի գալիս։ Հա, բայց ինձ թվում է, որ դրան էլ չենք էլ գտնի։ Եթե իմացել է, որ դու ես, ուրեմն հիմա նենց կծլկի, որ տեղը չենք էլ իմանա։ Սահմանը չի կարա անցնի։ Այդ արդեն լավ նորություն է, որ կարանք գտնենք դրան։ Բայց հեռախոսը հենց հիմա անհասանելի է։ Դե հա, դրանում չեմ էլ կասկածում։ Ու ինձ որ մնար ընդհանրապես հետևից չէի էլ ընկնի։ Ու եթե հիմա ինչ-որ բան էլ ուզում եմ անեմ իմ վիճակը թեթևացնելու համար, այդ մենակ Էլկայի համար եմ անում, շատ եմ երգում։ Չնայած որ դրանով Ռեբեկայի աչքի գրողն եմ դառնալու, բայց դե Արամ, Էլկան Արմանի ընկերուհին, ամել Ռեբեկայի քույրը։ Բայց բալադես, գիտես։ Ոնց եք դες բինգո բռնել։ Այսինքն Դե ոնց եք արել, որ բոլորիդ ընկերուհիները մի տնից են։ ստացվել է, Արամ։
ստացվել, հա։ Ավատ չէ, այսինքն 3 հարսանիք մի տնից, հա։ Չէ, լավ, Գորջան, 2 հարսանիք, ես սխալվեցի։ Դե, գիտես, ուղղակի Ռեբեկանով Վահեն իրար շատ էին սիրում, բայց նենց վատ բան ստացվեց։ Ինքը շատ բարդ բնավորություն ունեցող աղջիկ է ու ճիշտ է, ես շատ կուզեմ, որ իր կյանքում ամեն ինչ փոխվի, նորից դասավորվի կյանքը, չնայած իրան լավ ճանաչելով հասկանում եմ, որ դժվար է լես կյանքում էլ ինչ-որ մեկի հետ հանդիպի։ Հա, բայց Արման ջան, այդ իրա որոշելով չի, չէ՞։ Դե ուզում եմ ասեմ, ջահել աղջիկ է, էլի ինչ գիտես ինչ կլինի վաղը։ Ինձ թվում է սխալ է խառնվել նես բաների մեջ, որոնք ընդհանրապես մեզ չեն վերաբերում։ Այդպես չի, Արամ։ Հա, 100%։ Դե եկեք ուտենք վերջացնենք ուշը արդեն, որ դուրս գնանք։ Համովա, չէ՞։ Հա, շատ։ Նայ, տես։ Շատ սիրուն նկարներ ստացվեցին։ Մնում է հասկանանք, որ հոդվածի համար որ նկարներն ենք ընտրում։ Նայ։ Ինչ։ Հա, իրոք։ Այսինքն կապույտը թե կարմիրը։ Կարմիրը։ Կապույտը։ Արսեն, այսինքն դու ինձ չէիր լսում։ 2 ժամը քո հոդվածի համար նկարներ եմ ընտրում։ Կաներս սար, ուղղակի մի բան մտքերով էի։ Արսեն ջան, ես ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի արի մի բան պայմանավորվենք, աշխատանքի ժամին կենտրոնանում ենք միայն աշխատանքի վրա, թե չէ այսպես ոչ մի բանի չենք հասնի։ Լավ, վերջ, խոստանում եմ էլ չի կրկնվի, որ խնդրեմ մի հատ էլ ցույց կտաս նկարները։ Վերջացրեցիք։ Քիչ է մնացել։ 3-ով ենք աշխատելու։ Ինչի նեղվում ես։ Չէ։ Դու կարաս գնաս մենք 2-ով աշխատենք։ Մտածում եմ ամբողջ օրը աշխատել ես, կարող է հոգնած լինես։ Չի լինի մնացածն էլ վաղը թողնենք։ Սարոյանը հստակ հանձնարարական է տվել։ Չենք կարող վաղը ավել։ Ինձ թվում է Սարոյանին պետք է խնդրենք, որ քեզ սովորացնի, երբ է պետք ընդհանրապես խոսալ։ Ու երբ պետք չի խառնվել մարդկանց խոսակցություններին։ Դու իր ասածները լավ էլ ոնց որ կարող ես անգիր անես։ Արսեն ջան, այսօր ավարտեցինք, կարող ես գնալ։ Սառը, բայց չենք վերջացրել դեռ։ Սարոյանը պարզ ասել է, երբ որ Սարան հոգնած է լինում, ուրեմն գործը վերջանում է։ Էդ էլ տենց ասեմ, որ ավելի պարզ լինի քո համար։ Իսկ մնացածը վաղը։ Տեսած չէ ոնց մեզ թողեց ու գնաց։ Երևի ժամն եկել էր։ Դու երևի չես իմանում Գորի ու Սարայի պատմությունը, հա։ Հա, չգիտեմ։ Ես Գորի հետ շատ չեմ շփվել։ Ինքը մեր տուն շատ է եկել գնացել, բայց ավելի շատ աղբորս ընկերն է։ Արամ, ուզում եմ քեզ մի բան հարց տամ։ Ասա։ Ոնց հասկացա դու Ռեբեկային ճանաչում ես, հա։ Հա, ճանաչում եմ։ Ինչի։ Հավանում ես։ Մի խառնվի իրար։ Իմ հետ լարվել պետք չի։ Ամեն ինչ նորմալ է։ Բայց այ որ հավանում ես, ցավակցում եմ ախպերս։ Բարդ դեպք է, չէ։
Շատ բարդ։ Գիտեմ, բայց արդեն ուշ է։ Բայց պիտի խնդրեմ, որ Գոռը այս մասին չիմանա։ Հանգիստ եղի ախպերս։ Ինձանից հաստատ ոչ մի բան չի իմանա։ Լավ, բայց մի բան էլ պիտի խնդրեմ, բայց էլի մեր մեջ։ Իհարկե, բայց միջև խնդրելդ մի բան ունեմ քեզ ասելու։ Այն որ Ռեբեկայի մասին ասում է, իդ հումոր է։ Հա ինքը իրականում շատ բարդ աղջիկ է։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ այդ ընտանիքը իմ համար շատ կարևոր ընտանիք է։ Հա, բայց ով բան ասեց։ Դե հեչ, այդ ուղղակի ասում եմ, որ իմանաս։ Հիմա ասա տեսնեմ ինչ էիր ասելու։ Նենց բաներ ասեցիր, չգիտեմ հիմա ասեմ, թե չէ։ Դե լավ, էլ մի։ Հանգիստ ասա։ Գոր, բայց մի տեսակ մեղք էր Արսենը։ Չեմ հասկանում, դու հələ դրանից ես խոսում։ Ուղղակի համ ծիծաղս է գալիս, համ էլ խղճի սա ազդում։ Ինքը վատ տղա չի։ Այդ տղեն իրան գժի տեղ դրած ապրում է։ Չի հասկանում, որ կարող է մի օր համբերությունս վերջանա ու սատկացնեմ։ Չէ, այ այդ մեկը հաստատ պետք չի։ Մենք տեղը տեղին տուժել ենք հերիքը։ Երկարա տևելու է ձեր պրակտիկան։ Մոտ մի ամիս։ Այսինքն մի ամիս հələ պետքա կողքերդ ֆրֆռա, հա։ Գոր, դե ես ուրիշ տարբերակ չունեմ։ Պապին ասում էր, որ եթե իրեն լավ դրսևորի, տպարանում աշխատանք կտա։ Ոյ քեզ բան, հիմա մենակ էդ էր ինձ պակասես իմ դժբախտ կյանքին։ Ոնց է կարող ես ծիծաղալդ։ Լավ, դու հիմա գնա ներս, ես մի երկու գործ ունեմ, դրանք վերջացնեմ, հետո կարող է չդիմանամ գամ քեզ տեսնելու։ Իսկ եթե դիմացա, ուղղակի կզանգեմ։ Դու դեռ պիտի ինձ պատմես, թե ինչ եք խոսել պապիկի հետ։ Ուղղակի քեզ ասում եմ ամեն ինչ լավ է։ Այդ հերիք չի։ Սպասի։ Բան չես մոռացել։ Հիմա ազատ ես։ Ալո, Պարոն Սարոյան, 3 օրից։ Միակ ազատ օրը այդ օրն է։ Մյուսը մոտ 5-ից 6 ամիս հետո կլինի։ հասկացա։ Ուրեմն 3 օրից։ Շնորհակալություն։ Կարելի է։ Արի։ Ոնց ես։ Լավ, տեսա, որ այստեղ ես, մտածեցի գամ մոտդ։ Լավ ես արել։ Ես էլ ուզում էի քեզ այդ գորի մասին խոսել։ Պապի, ես պատրաստվում էի քեզ բացատրել, ուղղակի ամեն ինչ այնքան արագ ստացվեց, մենք ընդամենը 3 ենք հաշտվել ու Կարիք չկա արդարանալու։ Ես արդեն խոսել եմ գորի հետ ու իմ համաձայնությունը տվել եմ։ Ինձ համար շատ կարևոր է, որ դու երջանիկ լինես։ Պապի, եթե շատ անկեղծ լինեմ, ես չէի սպասում այսպիսի հանգուցալուծման ու քո այդքան արագ համաձայնելը մի տեսակ տարօրինակ էր։ Ընդհանրապես վերջերս դու քեզ նման չես։ Դա գիտես ինչ, մարդ երբեմն պիտի հասկանա, որ ի վերջո ամեն ինչ չի կարող վերահասկել։ Պիտի թողնես կյանքը իր հունով շարունակվի։ Երբեմն կյանքը այնպիսի անակնկալներ է մատուցում, որ փոխվում է ամեն ինչ։ Մնավորություն, կարծիք, որոշումներ։ Չեմ թաքցնի ու ազնվորեն կասեմ, որ գոռը այն մարդը չի, ում ես կցանկանայի տեսնել քո կողքին ու բոլորովին էլ գոռի անձին չի վերաբերում կարծիքս։ Ինչքան էլ դուք փորձեք իրականությունից փախչել, միևնույն է, խնդիրները գալու են ու կպնեն ձեզ։ Այս ընդմիջումը թող լինի թե ձեզ և թե ինձ համար մտածելու ժամանակ։ Իսկ երբ վերադառնամ, այս հարցի շուրջ մենք արդեն ավելի կոնկրետ կխոսենք։
Ես հասկանում եմ քեզ ու շատ շնորհակալ եմ։ Ինձ համար կարևոր է, որ ստիպված չեմ լինելու քեզ խաբել, որովհետև ինձ համար դրանից վատ բան չկա։ Շնորհակալ եմ։ Ուրեմն 3 օր։ Էդով գրեց։ Կուրսի երեխեքից էին։ Հարցնում են ոնց է։ Սարա, շուտով Արմանը կգա, մենք միասին կգնանք տպարան։ Անհետաձգելի գործ կա, որ պիտի արվի ինձ քո օգնությունն է պետք։ Լավ, պապի ջան։ Պապ, մի քանի օր առաջ Ռեբեկայի հետ իր աշխատելու մասին էինք խոսում։ Հա, բայց ես դեռ վերջնական չեմ որոշել ոչինչ։ Չէ, ես իհարկե ուրախ կլինեմ, եթե Ռեբեկան աշխատանք չարի ու զբաղվի իր իսկ սիրած գործով։ Սկզբի համար մտածում եմ գա ինձ հետ անրիվը։ Շատ լավ միտք է։ Ես էլ հանգիստ կլինեմ Ռեբեկայի համար։ Ինչ կասես, բալես։ Վայ, նկատել եք, որ ես էլ եմ այստեղ։ Հրաշալի է։ Ինչ-որ մեկի սպասում եք։ Չէ, հիմա կբացեմ։ Կարելի է։ Բարև ձեզ։ Բարի օր։ Պարոն Սարոյան, ներեցեք, որ առանց զգուշացնելու եկա, ուղղակի կարևոր հարցեր կա քննարկելու։ Տարածքում էի, մտածեցի մտնեմ։ Շատ լավ ես արել։ Նստիր միասին կնախաճաշենք, հետո կզրուցենք։ Շնորհակալություն, բայց շտապում եմ։ Կարևոր բան է։ Կարևոր է։ Գարիկի դատի օրն են որոշել։ 3 օրից դատն է։ Իսկ Արմանի հետ կապված էլ շատ չլուծված հարցեր ունենք։ Պետք է հասկանանք ինչ ենք անելու։ Նարինե, սուրճ պատրաստիր մեզ համար ու բեր իմ աշխատասենյակ։ Լավ։ Համեցեք։ Էլ կա ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես։ Պապիկը հաստատ Արմանին մենակ չի թողնի։ Ես հասկանում եմ, որ քեզ համար շատ դժվար է, բայց լավ է լինելու։ Ալո։ Բարև ջան։ Բարև։ Որտեղ ես։ Հերո։ Կբացատրես հասկանամ հիմա ինչ ես մտածել։ Այ ես խոսք էի տվել, որ մենք էլ իրար հետ չենք շփվելու, բայց եղբոր սիրտը անհանգիստ է քրոջ համար։
Ես լավ եմ գոր։ Ամեն ինչ կարգին է։ Ուղղակի հիմա հեռու եմ։ Ուզում եմ որոշ ժամանակ մենակ մնալ։ Այդպես ճիշտ է։ Լավ եղավ։ Պապիկը շատ ուշացավ։ Գոնե մի ելք գտնեն Արմանին օգնելու համար։ Արդար չի լինի Միսակի պատճառով այդ տղան երկրորդ անգամ պատժվի։ Առանց այն էլ ստիպված է եղել ամբողջ կյանքը որբի պես ապրել։ Ինչքան էլ պապիկդ կողքին է եղել, միևնույն է, դա որևէ կերպ չի կարող փոխարինել հոր ներկայությանը։ Իսկ հիմա էլ այդ գումարի հետ կապված անհետ պատմությունը։ Այլ կան շատ վատ դրության մեջ է։ Անհանգստությունից իրեն կորցրել է, բայց չի էլ կարողանում խոսել, որովհետև մի կողմում հայրն է, մյուս կողմում Ռեբեկան, մի խոսքով։ Այդեր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, դուք գործը շատ լավ եք կատարում։ Մնացած հարցերի շուրջ հեռախոսով կխոսենք։ Շատ լավ, հաջողություն։ Հաջողություն։ Պապի, ինչ էր ասում փաստավորում։ Մանրամասները քեզ չեն հետաքրքրի։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ է լինելու Արմանի հետ։ Բալես 3 օրից դատն է, իսկ թե ինչ կլինի Արմանի հետ, կերևա դատարանի վճռից հետո։ Դու կօգնես, չէ Արմանին։ Պապի ինքը մեղավոր չի։ Դու էլ գիտես, որ ինքը մեղավոր չի։ Հա ես կարող եմ հիմա շատ սխալ բան եմ անում, որովհետև հարցը հորս սպանությանն է վերաբերվում։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Արմանը մեղավոր չի։ Ես քեզ խնդրում եմ, պապի, ասա, որ միջև վերջ իր կողքին կլինես։ Ինքը շատ ունի քո կարիքը, պապի։ Ես տեսել եմ Արմանին, խոսել եմ իր հետ։ Ինքը հույսը կտրել է։ Ինքը համակերպվել է, որ պետք է ազատազրկվի, բայց այդ սխալ է, չէ՞։ Ինքը իրան վատ ազգում իր հորարարքների համար։ Պապի, բայց ինքը մեղավոր չի։ Ինքը այնքան է հուսահատվել, որ ես մտածում եմ, որ դատարանում կարող է ասի բաներ, որոնք որ իրականության հետ կապ չունեն։ Պապի, խնդրում եմ քեզ, իրան մենակ չթողնես, հա։ Եթե դու իր կողքին լինես, ինքը ավելի ինքնավստահ կլինի դատարանում։ Ես չեմ կարող ոչ մի բան անեմ։ Թեկուզ խոսել հետը չեմ կարող, բայց դու կարաս։ Ես իհարկե ձեռքերս ծալած չեմ նստելու։ Կփորձեմ ամեն ինչ անել, որ օգնեմ Արմանին, բայց ես այդ օրը դատարանի դահլիճում չեմ լինելու։ Այսինքն ես նույն օրը առավոտյան երկրից մեկնելու եմ ու ինքս էլ չգիտեմ, թե ինչքան ժամանակով։ Դու գիտես ինչ կարևոր օր է այդ օրը։ Դուր ես գնում։ Աշխատանքային այցով երկրից գնում եմ ու հետաձգելն անհնարին է։ Անհնարին ոչ մի բան չկա, պետք է ուղղակի ուզենալ, պապի։ Խնդրում եմ քեզ, ընդամենը մի օրով աշխատանքային այցը տեղափոխի ուրիշ օր։ Չեմ կարող Էլկա։ Հավատա չեմ կարող։ Ես էլ շատ կուզեի, բայց չեմ կարող։ Չես ուզում, ոչ թե չես կարող։
Պապ, բայց այդ ինչ հանկարծակի այցա, որ ոչ մեկից չէիր ասել։ Ինձ ասել էր, որ գնալու է, բայց ես էլ չգիտեի, որ այսքան շուտ։ Պապի, Արմանը ոչ մեկի չունի։ Ինքը մենակ է։ Մի պապա ուներ, են էլ բանտում է։ Դու անընդհատ բոլորին ասում ես, որ Արմանին քո երեխու պես սիրում ես, որ ինքդ ես իրան մեծացրել, որ տարբերություն չես դնում։ Հիմա ո՞նց է ստացվում, որ տենց ճակատագրական պահի թողնում ես ու գնում ես, պապի։ Ո՞նց է ստացվում, որ երբ որ հերթը ասելունն էր, ասում էիդ, բայց հիմա հենց հերթը գործելունն է, չես անում ոչ մի բան, թողնում գնում ես, պապի։ Էլկա, ես իհարկե կարող եմ չգնալ, բայց շատ եմ կասկածում, թե կկարողանամ այդ կերպ Արմանին օգնել, կամ թեկուզ ձեզնից որևէ մեկին։ Չէ, ես չեմ հավատում։ Այսինքն կարող ես չգնալ, բայց գնում ես։ Եթե մնաս դու ոչ մի բան չես կարող փոխել։ Մի ծիծաղեցրու, պապի, խնդրում եմ, դու ոչ մի բան չես կարող փոխել։ Ո՞նց է ստացվում տենց, պապի։ Քո դիրքը, քո կապերը միշտ ամեն ինչ կարողացել են անել, հիմա ո՞նց է որ ամեն ինչ զրոյացավ։ Էլկա, ես չեմ պատրաստվում քեզ բացատրություն տալ։ Ու ամեն ինչ այնքան հեշտ ու պարզ չի, որքան դու ես կարծում։ Ես իմ խոսքն ասացի։ Այդ օրը ես կբացակայեմ երկրից, բայց հուսամ, որ իմ բացակայությունը ոչ մի կերպ չի ազդի Արմանին օգնելու գործին։ Գիտես, պապի ջան, այս դատը համ հորս է վերաբերում, համ Արմանին, որ կողմից նայում եմ քո ընտանիքի անդամի հարցն է լուծվում։ Բայց եթե իհարկե քո համար ֆինանսական շահերը, գործնական հանդիպումները ու այլ ուրիշ հարցեր ավելի կարևոր են, քան քո ընտանիքի անդամը, ուրեմն էլ ոչ մի բան չունեմ ասելու։ Կարող է ես եմ սխալ, կարող է ես ուղղակի բարդացնում եմ, երևի ոչ մի լուրջ հարց էլ չի լուծվելու դատարանում։ Պապի, ես էլ ոչ մի բան չեմ ասելու քեզ։ Մինչև ես էլ էի լուր։ Երևի տենց ավելի ճիշտ է։ Այդ ամենաճիշտ բանն է։ Հիմա պետքա խուլ ձևանամ, համր, կույր։ Այդ միակ տարբերակն է, որ այս իրականության մեջ ուղղակի չխելագարվեմ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև, ով է։ Նենց մեծ հույս ունեի, որ գոնե ձայնս կճանաչես։ Արամ։ Այ հիմա սիրտս տեղն ընկավ։ Կարողա դուրս գաս։ Լսի, դու գժվել ես։ Համարս ընդհանրապես քեզ որտեղից։ Էդ ինչ կարևոր է, նամակ գրելու գաղափարը դուրս չեր եկել, հերագիրն էլ դե հին թեմա է, հիմա չգիտեմ, անգամ տենց բան կա թե չէ։ Մի խոսքով համարդ գտնելը ավելի հեշտ ստացվեց։ Հիմա դուրս կգաս, սպասում եմ։ Ռեբեկա։ Բարի օր, Ռեբեկա։ Ասում եմ բարի օր։ Բարև։ Արամ։ Ինչ ես անում ստեղ, Արամ։ Արամ, հարց տվեցի, ինչ ես անում այստեղ։ Առանձնապես ոչ մի բան։ Ինչի կարող է ինչ-որ տեղեր կան, որ ինձ արգելված է գնալ, ուղղակի ես չգիտեմ։ Կարող է, Արամ։ Արամին ես եմ կանչել։ Ես զանգեցի ու կանչեցի։
Ու ինչի համար։ Հետը շատ կարևոր բան ունեի խոսելու։ Դրա համար զանգեցի կանչեցի, ինչ որ խնդիր կա։ Դե խոսացեք հենա եկել է։ Թե կարող է ես եմ ձեզ խանգարում։ Չէ, չես խանգարում։ Ուղղակի արդեն կարևոր չի։ Չեմ հասկանում, ինչի սենց լարվեցիք, ինչն է պատճառը։ Որ իմանայի չէ ես զանգի ընդհանրապես։ Մտածում եմ պետք չի ձգձգել ես խոսակցությունը։ Հիմա դու ինձ կասես, ինչի համար ես եկել ստեղ ու ինչ ես ուզում Ռեբեկայից։